Մի հեռաստո արձանն այսօր հայտնվել էր Հանրապետության հրապարակի ուղիղ կենտրոնում։ Ռեժիսոր Արսեն Առաքելյանի ֆիլմի իրադարձությունները զարգանում են այդ արձանի շուրջ։ Ֆիլմն ունենալու է երկու անուն, բայց դեռ մեկն է որոշված՝ «Մեր միջի արևը»։ Ալեգորիկ սիմվոլիզմով լեցուն ֆիլմ է։ Կան արժեքներ, որոնք որ ժամանակի փորձությունը չեն անցկացնում։ Այն եւ իրական արժեքների բախման մասին է։ Այսօր նկարվում էր ֆիլմի էպիզոդներից մեկը, որտեղ ֆիլմի հերոսները հավաքված արձանի շուրջը կարծիքներ էին փոխանակում ոչ միայն արձանի վերաբերյալ, այլ նաև անցյալի, ներկայի եւ ապագայի։ Առաջադրանքս կոմունիստական լիդեր լինելն էր։ Դա դերեր բոլորովին ինձ հետ իմ մտքերի հետ ոչ մի կապ չուներ։ Դերը պատրաստելիս ես հիշում եմ այդ լավ բաները, ասենք, մեր լավ ապրած հանգիստ մանկությունը, խաղաղ մանկությունը։ Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը նկարահանվում է ոչ թե լայն հանդիսատեսի, այլ կինոփառատոնում ներկայացնելու համար։ Ռեժիսորը սակայն դեռ չի որոշել, թե հատկապես որ փառատոնին կմասնակցի։